Մակարդեր պարկում շաբաթօրյա կեր 5 շաբթի օրով իրավապահները որոշել են այգին մաքրել ոչ թե կենցաղային աղբից, այլ թմրանյութերից, ամենավտանգավոր աղբից։ Ով է մտնել ուսիթի հող։ Պասադինայում մարդիկ գիշերը ոչ թե քնել են, այլ ռազմական ֆիլմ դիտել իրենց պատուհաններից, ուղղաթիռներն ու պայթյունները շատերի համար անսպասելի են եղել։ Օհայոյում միլիոնավոր դոլարները հոդս են ցնդել, FBI հիմա փնտրում է նրանց, ովքեր այդ կախարդական անհետացման հեղինակներն են։ Կոնգրեսում նոր ճակատ է բացվել, օրենսդիրները փորձում են պատերազմի արգելակները պահել իրենց ձեռքում, որոշ հանրապետականներ անցել են դեմոկրատների թիմ։ Թրամփն ու Պուտինը խոսում են բանակցություններից, իսկ աշխարհը Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումից, գուցե հանգուցալուծումն ավելի մոտ է, քան թվում է։ Լիբանանն ու Իսրայելը հայտարարում են հրադադարի մասին, իսկ Հեզբոլլահը հակառակը։ Մերձավոր Արևելքում նույնիսկ խաղաղությունը հեշտությամբ չի գալիս։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորի մեզ մշտապես աջակցելու համար, շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր որ մեզ առաջին անգամ են դիտում եւ այսօր կկողմնորոշվեն, բաժանորդագրվեն ալիքին, թե ոչ։ Սկսենք օրվա լրահոսը։ Լոս Անջելեսի Մակարդեր պարկում դաշնային տեղական իրավապահ մարմինները հերթական լայնածավալ գործողություններն են իրականացրել ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի։ Իրավապահների տվյալներով գործողությանը մասնակցել են ավելի քան 100 դաշնային գործակալներ եւ Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցներ։ Նրանք ստուգումներ եւ որոնողական աշխատանքներ են իրականացրել հենց այգու տարածքում, հայտնաբերելու թմրանյութերի օգտագործման եւ վաճառքի հետ կապված հանցավոր գործունեությունը։ Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն գործողության ընթացքում առնվազն 5 մարդ է բերման ենթարկվել, քննությունը շարունակվում է եւ հնարավոր են նոր ձերբակալություններ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հատուկ ընդգծել է, որ գործողությունը որևէ կապ չունի ներգաղթային վերահսկողության հետ եւ ամբողջությամբ ուղղված է թմրանյութերի հետ կապված հանցագործություններին։ Մայիսին նույն տարածքում իրականացված նմանատիպ գործողության ընթացքում ձերբակալվել էր 18 մարդ։ Այդ ժամանակ իրավապահները հայտարարել էին, որ Մակարդեր պարկում ձևավորվել է բացօթյա թմրանյութերի շուկա, որտեղ հիմնականում շրջանառվում են ֆենտանիլն ու մետամֆետամինը։ Տեղացիները եւ քաղաքային պաշտոնյաները բազմիցս են բարձրաձայնել թմրանյութերի վաճառքի, անօթևանության եւ ավազակախմբերի գործունեության հետ կապված խնդիրների մասին, պահանջելով վերականգնել այգու անվտանգությունը ընտանիքների եւ երեխաների համար։ Նահանգի տատախազ Բիլ Էսայլին հայտարարել է, որ մեկօրյա գործողություն չէ եւ իրավապահները շարունակելու են վերադառնալ Մակարդեր պարկ։ Նրա խոսքով նպատակն է տարածքը վերադարձնել համայնքին եւ այն դարձնել անվտանգ ընտանիքների համար։ Պաշտոնյաները նաեւ նշել են, որ նմանատիպ գործողությունները կարող են իրականացվել նաեւ Լոս Անջելեսի այլ թաղամասերում եւս, քանի որ նրանց գնահատմամբ թմրանյութերի խնդիրը միայն Մակարդեր պարկին չի վերաբերում եւ դարձել է ամբողջ քաղաքի ու երկրի մարտահրավերներից մեկը։ Կալիֆորնիայի Փասադինա քաղաքում խաղաղ բնակելի թաղամասերից մեկում բնակիչները գիշերը ստիպված են եղել արթուն մնալ ռազմական ուսումնական գործողությունների պատճառով, որոնք ուղեկցվել են ուղղաթիռների աղմուկով, պայթյունների ձայներով եւ հրաձգության իմիտացիայով։ Միացյալ Նահանգների զինված ուժերը քաղաքային պայմաններում մարտական գործողությունների վարժանք էին անցկացնում նախկին Սենթ Լյուքս հիվանդանոցի տարածքում, Իսթ Վաշինգտոն բուլվարում։ Վարժանքները շարունակվել են մինչև առավոտյան ժամը 2-ը։ Փասադինայի քաղաքային խորհրդի անդամ Ռիկ Քոլը տեսանյութեր է հրապարակել դեպքի վայրից։ Քաղաքի ոստիկանությունը նախորդին նախազգուշացրել էր բնակիչներին, որ քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում հնարավոր են սահմանափակ ուղղաթիռային թռիչքներ, վերահսկվող պայթյուններ եւ կրակոցների իմիտացիա։ Սակայն նախազգուշացման մեջ նշվել էր, որ գործողությունները կավարտվեն մինչև գիշերը ժամը 1-ը։ Չնայած պաշտոնական հայտարարություններին, բազմաթիվ բնակիչներ դժգոհել են, որ գիշերային ժամերին իրականացված վարժանքները լրջորեն խանգարել են իրենց հանգիստը։ Արդարադատության նախարարությունն է հայտարարել, որ Օհայո նահանգում աննախադեպ դաշնային եւ նահանգային համագործակցություն է եղել ու խարդախությունների դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով ստեղծված է եղել հատուկ խումբ։ Իշխանությունները ներկայացրել են մի շարք քրեական գործել, ձերբակալություններ եւ նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված են պետական միջոցների հափշտակման դեմ պայքարին։ Գլխավոր դատախազ Թոդ Բլանշը հայտարարել է, որ Օհայոն այսօր բախվում է երկրի ամենախոշոր խարդախություններից մի քանիսին, ներառյալ Medicare, Medicaid,
համավարակի օգնության ծրագրերի և միջազգային խարդախությունների սխեմաները։ Բլանշի խոսքով դաշնային և նահանգային կառույցները համատեղ իրականացրել են գործողություններ, որոնց շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել 9 անձի, ավելի քան 42 միլիոն դոլարի խարդախության գործով, բացի այդ քննվում են ևս մոտ 15 միլիոն դոլարի խարդախության հետ կապված գործեր։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ներկայացրել է Operation Playground Therapy գործողությունը, նշելով, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք նախատեսված էին երեխաների ծառայությունների համար, ենթադրաբար յուրացվել են պետական ծրագրերից։ Պատելը նաև հայտարարել է ՀԴԲ-ի նոր նախաձեռնության մասին, ստեղծվել է ամենահետախուզվող խարդախների ցուցակ, որը հրապարակվել է ՀԴԲ-ի պաշտոնական կայքում։ Նրա խոսքով ամերիկացիները կարող են օգնել իրավապահներին տեղեկություններ փոխանցելով այդ անձանց գտնվելու վայրերի մասին։ ՀԴԲ ղեկավարը նաև հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային խարդախության կենտրոնների դեմ իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է ավելի քան 8 միլիարդ դոլարի խարդախություն։ Դուբայում վերջերս ձերբակալվել է 300 մարդ, որոնք ըստ քննիչների ներգրաված են եղել շուրջ 4 միլիարդ դոլարի խարդախության մեջ։ Ըստ պաշտոնյաների նմանատիպ գործողությունները նախատեսվում են նաև այլ նահանգներում։ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ պատերազմի լիազորությունները սահմանափակելու օգտին։ Օրենսդիրները հաստատել են պատերազմական լիազորությունների բանաձևը, որով Թրամփին կոչ է արվում դուրս բերել ամերիկյան զորքերը, եթե կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չհաստատի ռազմական ուժի կիրառումը։ Բանաձևն ընդունվել է 215 կողմ և 208 դեմ ձայներով։ Ընդ որում 4 հանրապետական միացել են դեմոկրատներին, թեև նախաձեռնությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից և առայժմ հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, այն արտացոլում է որոշ հանրապետականների աճող անհանգստությունը Թրամփի կողմից հակամարտության կառավարման հարցում։ Սա նաև երկու կուսակցությունների ներկայացուցիչների հազվադեպ համագործակցության օրինակ է նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակելու նպատակով, այն պայմաններում, երբ Իրանի հետ պատերազմն արդեն մտել է 4-րդ ամիսը, թեև հայտարարված է ճակերտավոր հրադադար։ Նախկինում ներկայացուցիչների պալատում ներկայացված նմանատիպ բանաձևերը ձախողվել էին, թեև ամեն անգամ ավելի փոքր տարբերությամբ։ Որոշ հանրապետականներ սկսում են տարաձայնություններ ունենալ նաև Թրամփի հետ այլ հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինային օգնությունը, առաջարկվող ռազմական ֆինանսավորման հիմնադրամը և ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարի առաջարկած թեկնածուն։ Դեմոկրատները պահանջում են, որ Թրամփը նախ դիմի կոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողությունների համար պաշտոնական թույլատվություն ստանալու նպատակով։ Նրանց կարծիքով հակամարտությունը, որը սկսվել է փետրվարի վերջին Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ հարվածներից հետո, չունի հստակ ռազմավարություն և մեծացնում է ամերիկացիների ֆինանսական բեռը։ Թրամփի վարչակազմը սակայն պնդում է, որ պատերազմն անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար, նշելով, որ դրա նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակվում են դիվանագիտական ջանքերը ուղղված Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցմանը։ Նրա խոսքով առաջիկայում հնարավոր է իրականություն դառնա նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ հանդիպումը, որը կարող է կարևոր քայլ լինել հրադադարի և ապագա խաղաղության համաձայնագրի ճանապարհին։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կապ պահպանել հակամարտության կողմերի հետ և փորձում է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը։ Նա ընդգծել է, որ ռազմական ճանապարհով երկարաժամկետ լուծում հնարավոր չէ և որ կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու վերադառնալ բանակցությունների սեղան։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել քաղաքական շփումները և չի բացառում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը, եթե նախապես համաձայնեցվեն հիմնական պայմանները և մնա միայն վերջնական վավերացումը։ Պուտինը նաև դրական է արտահայտվել Թրամփի միջնորդական ջանքերի մասին, նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահը փորձում է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Պուտինը անդրադարձել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարելով, որ Ռուսաստանի կարծիքով ճգնաժամը դեռ կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Նրա խոսքով Մոսկվան առաջարկել է մի շարք տարբերակներ, որոնք կարող են միաժամանակ ապահովել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շարունակությունը և միջազգային անվտանգության պահանջները։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ռուսական առաջարկները փոխանցվել են ինչպես Թեհրանին, այնպես էլ Վաշինգտոնին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել բանակցություններին, եթե կողմերը նման անհրաժեշտություն տեսնեն։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գլխավոր նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, սակայն նաև ընդգծել է, որ երկարաժամկետ լուծումը պետք է ձեռք բերվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Անդրադառնալով Լիբանանում իրավիճակին, նախագահը նշել է, որ շարունակվում են քննարկումները
ձեռնարկումները տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն աջակցում է հրադադարի հասնելու ջանքերին եւ աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ նոր բախումները կանխելու համար։ Թրամփը հայտնել է, որ Լիբանանի հարցը քննարկվել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ շփումների ընթացքում։ Միացյալ Նահանգների նախագահը շեշտել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Լիբանանում հրադադարի հաստատման փորձերը փոխկապակցված գործընթացներ են, որոնք կարող են կարևոր դեր ունենալ ամբողջ Մերձավոր Արևելքում կայունության վերականգնման գործում։ Լիբանանը եւ Իսրայելը հայտարարել են, որ համաձայնության են եկել հրադադարի իրականացման շուրջ Վաշինգտոնում անցկացված բանակցություններից հետո, որոնց նպատակն էր դադարեցնել տարածաշրջանային բախումները։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի աշխատակազմի ղեկավար Դենիել Հոլերը հայտարարել է, որ ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության համաձայն հրադադարը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե ամբողջությամբ դադարեցվեն Հեզբոլայի կրակահերթերը եւ կազմակերպության բոլոր զինյալները հեռանան Լիբանանի հարավային հատվածից։ Համաձայնության շրջանակում նախատեսվում է նաեւ ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ կանցնի Լիբանանի զինված ուժերին, իսկ բոլոր ոչ պետական զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն այդ տարածքներից։ Հեզբոլա շարժումը հայտարարել է, որ չի ընդունում հրադադարի համաձայնությունը։ Կազմակերպության առաջնորդ Նաիմ Քասեմը գրավոր հայտարարության մեջ նշել է, քանի դեռ օկուպացիան շարունակվում է, դիմադրությունը կշարունակի պայքարը։ Հեզբոլայի բանակցությունների անմիջական մասնակից չի եղել։ Նաիմ Քասեմը Վաշինգտոնում ընդունված հայտարարությունը բնութագրել է որպես լիբանանցիների մի հատվածի ոչնչացման եւ մյուսների ենթարկեցման ճանապարհային քարտեզ։ Նա ընդգծել է, որ ցանկացած հրադադար պետք է ներառի նաեւ Լիբանանի հարավային տարածքները, որտեղ Իսրայելը վերահսկում է իր կողմից ստեղծված անվտանգության գոտին։ Քասեմը հայտարարել է, որ Իսրայելի հյուսիսային բնակավայրերը չեն կարող անվտանգ լինել, քանի դեռ Լիբանանի գյուղերն ու քաղաքները շարունակում են ենթարկվել հարձակումների եւ ավերածությունների։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ Իսրայելը առայժմ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ Տեղեկությունների համաձայն հինգշաբթի սահմանային շրջանում կրկին նկատվել են պայթյուններից բարձրացող ծխի սյուներ։ Միացյալ Նահանգների նախկին ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը պատրաստվում է ընդունել իր մեղքը գաղտնի տեղեկությունների ոչ պատշաճ պահպանման գործով։ Ըստ տեղեկությունների Բոլթոնը համաձայնության է ասել դաշնային դատախազների հետ եւ պատրաստվում է իրեն մեղավոր ճանաչել գաղտնի տեղեկությունների պահպանման հետ կապված մեկ մեղադրանքի շրջանակում։ Դրա դիմաց նախատեսվում է, որ նրա դեմ առաջադրված մյուս 17 մեղադրանքները հեռացվեն։ Հետաքննության շրջանակում FBI-ը խուզարկել էր Բոլթոնի Մերիլենդի բնակարանը եւ Վաշինգտոնում գտնվող գրասենյակը։ Ավելի ուշ նրա դեմ մեղադրանքներ էին առաջադրվել գաղտնի տեղեկություններ պահելու եւ փոխանցելու համար։ Ակտիորների համաձայն համաձայնագրի շրջանակում Բոլթոնը կվճարի նաեւ մոտ 2.25 միլիոն դոլարի տուգանք։ Միաժամանակ դատախազները կարող են առաջարկել պատժաչափ, որը կարող է տատանվել ազատազրկման բացակայությունից մինչև 5 տարվա ազատազրկում։ Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը, սակայն հետագայում դարձել է նախագահի ամենահայտնի քննադատներից մեկը։ Նա բազմիցս կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները, արտաքին քաղաքականության մոտեցումները եւ հրապարակել է նախագահին քննադատող հուշագրություն։ Եվ օրվա վերջին լուրը Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի, նրա կնոջ եւ եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ուժեղացնելով ճնշումը Հավանայի իշխանությունների վրա։ Պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել նաեւ նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի որդին Ալեխանդրո Կաստրո Էսպինը եւ նրա ընտանիքի անդամներից մի քանիսը։ Միացյալ Նահանգների իշխանությունների որոշմամբ սառեցվելու են նրանց այն ակտիվներն ու ֆինանսական միջոցները, որոնք գտնվում են ԱՄՆ իրավազորության ներքո կամ կարող են հայտնվել ամերիկյան ֆինանսական համակարգում։ Այս քայլը հաջորդել է Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր հրամանագրին, որով ընդլայնվել են Կուբայի դեմ կիրառվող սահմանափակումները։ Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ պատժամիջոցների թիրախում են այն անձինք եւ կառույցները, որոնք աջակցում են կուբայական իշխանություններին եւ նրանց քաղաքական գործունեությանը։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը արձագանքել է որոշմանը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները փորձում է ուժեղացնել տնտեսական շրջափակումը եւ խորացնել հակամարտությունը երկու երկրների միջև։ Նրա խոսքով այդ քայլերը վնասում են ոչ թե իշխանություններին, այլ Կուբայի ժողովրդին։ Այսօր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբան գտնվում է ծանր տնտեսական վիճակում եւ փաստացի կիսափլուզված վիճակում է։ Նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի զբաղվել կուբայական հարցով նաեւ այն բանից հետո, երբ ավարտվեն Միացյալ Նահանգների ընթացիկ ռազմական գործողությունները Իրանի ուղղությամբ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին եւ առաջինը իմանալ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամենակարևորը սակայն, առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։